Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, թույլ տվեք շնորհավորել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վաղար շաբաթում ջախջախիչ հաղթանակ տանելու կապակցությամբ, ինչու եմ ասում ջախջախիչ, իհարկե ես այս բառի հետ բավականին զգուշ եմ սիրում վերաբերվել, ջախջախիչ կնշանակեր 90-10 հարաբերակցությունը, բայց այս պարագայում ստեղծված իրավիճակում, երբ 8 քաղաքական ուժեր են մասնակցում, 8-ից 6-ը պատկանում են հսկայական ֆինանսական եւ լրատվական ռեսուրսներ ունեցող մի 20 տարի երկիր 30 տարի կարելի է ասել երկիր կառավարած ուժերին ու մերժել է ժողովուրդը իհարկե 18 թվականին, բայց այնուամենայնիվ այդ ռեսուրսները կան, օրինակ շատ երկրներում կարողանում են այդ ռեսուրսներով հաջողություններ արձանագրել, Վրաստանը մեզ օրինակ, եւ այնուամենայնիվ այս 6 ուժերը միասին վերցրած պարտվեցին։ Եվ այո, երկու ուժեր մաքարում էին 6 ուժերի դեմ, ես այս պայդրությամբ, քանի որ ծանոթ եմ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներին, որքան տեղյակ եմ, ցավոք սրտի Հանրապետություն կուսակցությունը չհավաքեց բավարար ձայներ, բայց Հարություն Մկրտչյանին թույլ տվեք այնուամենայնիվ շնորհավորել, որովհետև նա շատ մոտ էր շեմը հաղթահարելուն, առաջին անգամ էր մասնակցում ընտրությունների իր դեմքով ու որպես առաջին համար, եւ լինելով հանրության մեջ որպես պարզ քաղաքացի, հա, վաղար շաբաթի քաղաքացի, ով սրտացավ վերաբերմունքը իր մեկ անգամ չի, որի ցույց էր դրել, ես ցավում եմ, որ իմ հաղորդումների ընթացքում չէի կարող անդրադարձներ կատարել ընտրություններին, եւ հիմա կարող եմ արդեն հանգիստ մեկնաբանություններս անել, չնայած իմ YouTube-յան էջով փորձել եմ ակնարկներով հանդես գալ, հա, եւ կցանկանայի նաեւ ինչի համար որ նա անցներ, այսինքն ձևավորվեր այնպես, որ այս ուժերը չլինեին կամ լինեին, բայց այնքանով որքանով որ կան, հա, եւ Հանրապետություն կուսակցությունը կարողանար իրեն դիրքավորել որպես իսկապես պարզ քաղաքական, դասական քաղաքական ընդդիմություն, դասական քաղաքական իշխանությանը։ Առհասարակ մենք պիտի հասկանանք, որ պիտի ձգտենք դրան, չի կարող այս ամեն ինչը հավերժ լինել, եւ այո, ժողովրդավարության հաստատման ոլորտում գաղափարախոսական որոշակի հատվածներում ԿՊ-ի ու Հանրապետության եւ ոչ միայն այս երկուսի էլի կան քաղաքական թիմեր հայացքները միանման են, բայց նրանց չի կարելի նույնացնել, ինչը փորձում էին անել 6 քաղաքական ուժերը, հա, որովհետեւ դրանք ամեն դեպքում առանձին կուսակցություններ են, ամեն մեկը իր կուսակցական նաեւ բանով ձգտումներով, նպատակներով եւ այլն, իր ասելիքով, եւ սա ինձ մոտ վաղար շաբաթում այս պատկերը մի փոքր մտահոգություն այնուամենայնիվ առաջացնում է, որովհետեւ 26 թվականի ընտրություններում ժողովուրդ ջան անկախ նրանից ինչ հաղթանակ կլինի թե ինչ, այնուամենայնիվ պետք է ըմբռնենք մի բան, որ մեր ազգային ժողովը պիտի վերածվի քաղաքական հակամարտությունների, քաղաքական հակասությունների կենտրոնի, իրավական նորմերում օրինագծեր ընդունելուց պետքա լինի իրական ընդդիմություն, որտեղ որ քաղաքացու շահն առաջնային պլանում, եւ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում երբեք չի կարող ինձ համոզել, որ կարող են այս նախկինների հետ աֆիլացված ուժերը քաղաքացու շահից բխելով որևիցե գործողություն իրականացնել։ Դա որևէ մեկը չի կարող ոչ հիմնավորել, ոչ էլ անգամ մոտիկ լինել հիմնավորման գոնե մի տոկոսով։ Եվ մենք սա պիտի գիտակցենք եւ պիտի հասկանանք վերջապես, որ այո, մենք ենք տերը եւ մենք ենք ներկայացնում ընտրությունների միջոցով, թե ինչ պատկեր ենք ցանկանում տեսնել։ Սա պիտի ըմբռնենք։ Այնուամենայնիվ, այս հաղթանակը շատ մեծ բան արժեր, բայց մի փոքր չշտապենք եւ սկսենք ամեն հաղթանակի հետ կապված բոլոր ուղղությունները քննարկել, հա։ Եվ ոչ միայն հաղթանակի, տեսարանի, պրոցեսի, պատկերի հետ կապված։ Նախ, երբ որ ասում են Հայաստանում ինչա փոխվել, ես թերևս երեկվա ամենազավեշտալի տեսարանին կանդրադառնամ, ասեմ ինչա փոխվել Հայաստանում։ Հայաստանում փոխվել է այն, որ Հայաստանի Հանրապետության
անկախ հանրապետության 4 ղեկավարների մեջ թերևս Նիկոլ Փաշինյանը միակն է, ով հաստատում է իր քրիստոնյա լինելը։ Եվ հաստատում է դա նաև վերջին շրջանում ավելի հրապարակային ձևով պատարակների գնալով։ Ունի ինչ-որ նպատակներ, իհարկե ունի, բոլորս ունենք նպատակներ, մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մաքրազարդելու որոշ երևույթներից, որոշ պղծազաններից, բոլորս ունենք այդ նպատակը, բայց եթե մենք չկապվենք եկեղեցու հետ, չլինենք եկեղեցու ներսում, ինչպես կարող ենք դա անել, եւ դա անում է վարչապետը, եւ պատկերը հետեւյալն էր, վարչապետը գնում է պատարակի, քաղաքական պրոցեսների ժամանակ, իսկ Կտրիչ Ներսիսյանը գնում է ընտրությունների, երևի թե առաջին անգամ անա գնում ընտրությունների, կամ չգիտեմ, բայց ամեն դեպքում այդ պատկերը ինձ ինչքով էր հետաքրիր, անգամ Կտրիչը Ներսիսյան հավատում է, որ իր ձայնից բան է կախված, երբեք նման բան չի եղել, երբեք Հայաստանի Հանրապետությունում մինչև հեղափոխությունը նման բան չի եղել, որ քաղաքացին հավատա անկախ նրանից թե ում է ընտրելու, քաղաքացին հավատա, որ ընտրության արդյունքը կախված է նաև հենց իր ձայնից, իր ընտրությունից, ինքն է ընտրողը, եւ Կտրիչը Ներսիսյան ընդունեց ուզած թե չուզած այս ժողովրդավարության այս նորմը եւ գնաց ընտրության իր ձայնը օգտագործելով, թե ում օգտին դա արդեն իր գործն է, բոլորս ենք հասկանում։ Բայց այստեղ ինձ շատ զարմացրեց լրագրողների խեղճությունը, որովհետեւ իրենք մեզ փորձում են անընդհատ ներկայացնել, որ իրենք տենց համարձակ են, կարող են պարկել սեղանների վրա, չգիտեմ, թռնել շալակիտ, բարձրախոսով հարվածել, քշքշ անել բոլորին եւ այլն, մեկ էլ հանկարծ Կտրիչ Ներսիսյան հանդիպեցին։ Վայ, ինչ խելոք, վայ, ինչ սիրուն, շարքով, կարգով, հերթով։ Միակ խնդիրն այն էր, որ հանրությանը հուզող հարցը չհնչեց ոչ մի լրագրողի շուրթերից։ Որևիցե լրագրող համարձակություն չդրսևորեց եւ չէր կարող դրսևորել, տերը կտար մի բան կաներ, կասեր դավայ փախարտում։ Ասելու լավ ձեր լեքսիկոնով թեկուզ։ Ով մեծն ծայրագույն կաթողիկոս Գարեգին B. Չար լեզուները ասում են, որ դուք ունեք երեխա եւ դա ամբողջ Հայաստանում եւ հայ ժողովրդի մեջ տարածվել է։ Դուք պատրաստ եք հերքել այդ նորությունը, թե ոչ։ Չնայած արդեն հնություն է, նորություն չի, երեխեն հեսա մի քանի տարուց կարող է թոշակել անցնի։ Սա տեղի չունեցավ։ Ինչու՞։ Ինչու, որովհետև մեր ժուրնալիստների միության նախագահից սկսած մինչև այս տիպի ժուրնալիստներ ոչ ոք զբաղված չի հանրության խնդիրները վերհանելով։ Ոչ մեկի, բառացիորեն ոչ մեկի չի հետաքրքրում հանրության խնդիրները, հարցադրումները, հարցերի պատասխանները։ Նրանք դա անում են ոչ թե մարդկանց ինֆորմացված պահելու, այլ անում են իրենց շեֆերի նարատիվները առաջ տանելու համար, այսքան բան։ Եվ գիտեք ինչն էր ամենահետաքրքիրը, քանի որ խոսում ենք ժուրնալիստներից, մի հատ թեմա կա, նույնպես արանքից անենք, ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, նույն ինքը Սաթիկ Նյուզի ղեկավարը, նույն ինքը, ով մի 3 ամիս առաջ հանրությանը պատերազմ էր հայտարարել, բառացի եմ ես մեջբերում, պատերազմ եք ուզում կստանաք պատերազմ եւ բնականաբար ռեսուրսները լրագրողներն են, պիտի լրագրողներ ինքը սիտար, հատուկ հանձնարարություններով։ Հանկարծ ֆեյք նորություն է տարածում համացանցում վաղարշապատի ընտրություններից առաջ։ Չգիտեմ որտեղ բացված, գիտեք ինչ, ես հիմի կարող եմ հանգիստ նստած Ժողովուրդ ջան, որպեսզի հասկանալի լինի այն մարդկանց, ովքեր մի փոքր տարեց են ու ժամանակակից տեխնիկայից բան չեն հասկանում։ Նայեք, ես կարող եմ հենց հիմա
մի հատ թուրքի նկարով կամ առանց նկարի, թուրքերեն լեզվով, ասես մի հատ լոգոյով, բացել մի հատ edge, լրատվական կայք, որը վիզուալ ձևով, եթե դուք տեսնեք, մտածեք, որ դա թուրքական կայք է։ Հետո իմ Facebook-յան արդեն գնել Սարգսյան edge-ով, վերցնեմ այս թուրքական, այս թուրքական կայքում գրեմ Էրդողանը, մի քիչ բան ձևակերպումներով, էլի, մեծ հասած տեղեկություններով, բան չգիտեմ, ինչ ասես, կարելի ասել։ Էրդողանը հաջողել է պարտադրել Փաշինյանին, որպեսզի նա 10 հատ մզկիթ կառուցի Հայաստանի տարածքում։ Հետո գամ իմ անուն ազգանունով էջով, սա վերցնեմ, տեղադրեմ ինձ մոտ, ասեմ հենա, ինձ չեք հավատում, հեսա տեսեք, կայքով ասում են թուրքերը, որ տենց բան կա։ Ու նման ախմախություններ շատ են անում իմիջայլոց, դեռ 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած ամենօրյա ռեժիմով ժողովուրդ ջանձես փորձել են խաբել։ Որոշ դեպքերում հաջողել են։ Ու այս Սաթիկ Նյուզը ազգի թշնամին բարոյական տեսանկյունից դա է տարածում, շատ լավ հասկանալով, թե վաղարշապացիների նրբազգացությունը եկեղեցուն վերաբերվող հարցերում։ Դա պարզ է, հերքվում է, բոլորը տարածում են, որ դա սուտ է, կեղծիկ է, բայց այնուամենայնիվ ինքը եթե գոնե 10 հոգու ասել է, արդեն հարց է։ Իսկ համեմատության համար ասեմ, որ ընդհանուր առմամբ օրինակ 20 ձայն չի բավարարել մոտավորապես, որպեսզի Հանրապետություն կուսակցությունը տեղ գտնի վաղարշապատի ավականում մեջ, հա, ավականի ունենա այնտեղ։ 20 ձայն ընդամենը, սա, ահա։ Մի փոքր էլ շարունակենք, իհարկե քրիստոնեության թեմային նույնպես կվերադառնանք, հատկապես որ վարչապետը հայտարարություն է արել։ Այնուամենայնիվ, ես պիտի մաքսիմում փորձեմ անկեղծ լինել, տեսեք, կարելի է, որ ԿՊ-ականները ներկայացնեն, որ իրենք հաղթել են, կարող են ներկայացնել, որ ջախջախի սևով են հաղթել, կարող են անգամ իրենց հաղթանակն են տոնում, բա հաղթել են, ու այդ քանի որ ես ԿՊ-ի ներսը շատ լավ ծանոթ եմ, պետք է ասեմ, որ հիմնականում ԿՊ-ն ավելի շատ ուրախանում է ոչ թե որ իր կուսակցությունն է հաղթել, այլ քանի որ այնտեղ պարզ մարդիկ են, ժողովրդի մարդիկ են, նրանք միշտ այդ բանը հաղթանակը կապում են ժողովրդի հաղթանակի հետ, հա, ասում են մեր ժողովուրդը հաղթեց։ Եվ այո, համացանցում են, որ տեսնես մարդիկ, ովքեր ԿՊ-ից չեն, քաղաքացի են պարզապես եւ անգամ վաղարշապատից էլ չեն, ուրախ են, որովհետեւ այդպես է անցալվում, դա շատ լավ է։ Այնուամենայնիվ կա մի արտահայտություն, որը ինձ համար ընդունելի չի, երբ որ այդ արտահայտությունը ընդունելով են բանանում։ Դա հետեւյալն է, որ ժողովրդավարությունը հաղթեց։ Ես այստեղ համաձայն չեմ, ճիշտ է, ընտրությունների վրա կասկած չունեմ, շատ իդեալական է անցել, չնայած այս 6 ուժերը անընդհատ կապիկություն էին անում, դա իրենց գործն է, ինչ անես։ Այնուամենայնիվ ժողովրդավարությունը, ժողովրդավարության հաղթանակը տոնելը կամ շուտ է, կամ շատ ուշ է։ Ես կհամարեի, որ ժողովրդավարությունը հաղթել է, եթե այս 6 ուժերը առհասարակ մասնակցություն չունենային այդ ընտրություններում։ Ես կհամարեի, որ ժողովրդավարությունը հաղթել է, եթե անգամ այս 6 ուժերը մասնակցություն ունենային, մի հատ ձայն չկարողանային ստանալ։ Որովհետև ժողովրդավարությունը կարող է հաղթել միայն ժողովրդի ուղեղում, մտքում։ Եվ եթե մարդկանց ուղեղում դեռևս ժողովրդավարության հաղթանակ չկա, եւ մարդիկ դեռևս կարճում են նախկինների ընձեռնած հնարավորություններից կամ ընձեռվելիք հնարավորություններից նման ընտրություններում անձնական շահադիտական տեսանկյունից ես չեմ կարող դա դիտարկել, որ ժողովրդավարությունը հաղթել է։ Եվ ոչ միայն ժողովրդավարությունը։ Մենք նմանատիպ բառեր շատ ունենք, որ գործածում ենք, բայց ամբողջովին այդպիսինը չլինելով։ Այո, ես այս տեսանկյունից մաքսիմալիստ եմ ու այդպես եմ դիտարկում հարցը, հարգելով բոլորի տեսանկյունը, հա։
տեսակետը։ Տեսեք, օրինակ մենք մի 30 տարի ասում էինք ազատ անկախ Հայաստան։ Անգամ Արցախ երբ որ գնում էիր, գրված էր ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Եվ այո, շատ ցավալի է, որ մենք հիմա այդ ցուցանակը չենք կարող տեսնել, բայց մենք չեք զգում, որ մի փոքր այլ ենք ընկալել ազատություն բառը։ Ինչ է նշանակում ազատ երկիր։ Ինչ է նշանակում ազատ Հայաստան կամ ազատ։ Ազատ երկիրը ինչից է ազատ, այդ տարածքը ինչից է ազատ։ Գուցե հարևաններից, բռնաճնշումներից, բանից ազատագրված բան։ Կարող է լեր գրել ազատագրված Արցախը ողջունում է ձեզ կամ ազատագրված Հայաստան, չգիտեմ, բայց ազատությունը ես ավելի լայն կոնտեքստում եմ միշտ դիտարկել ու միշտ համաձայն չեմ եղել այդ բառակապակցությունների հետ։ Ցանկալի բան է, բայց համաձայն չեմ եղել, որ նա իրական է, որովհետև մենք ասել ենք ազատ Հայաստան, ազատ անկախ Հայաստան, բայց նախ անկախ բառը բոլորս գիտենք, որ կախյալ ենք եղել եւ նույնքան էլ վարկաբեկված է եղել ազատ բառը, որովհետև ազատ երկիրը դա այն երկիրն է, որտեղ մարդու մտածողությունը նույնպես ազատ է, մարդու գործողությունները, արտահայտությունները, բանը, տեղաշարժը եւ այլն նույնպես ազատ է։ Եվ բնավ խոսքս անդաստիարակների պատկերացրած ազատությունը չի, հա, իսկ ինչպես ենք մենք ճնշված, ազատ խոսքը հիմա Հայաստանում ճնշվում է, ոչ, բայց ազատ խոսքը ճնշում ենք մենք ինքներս իրար հետ զրուցելուց։ Մենք չենք ընկալում ոչ մեր, ոչ դիմացինի ազատությունը կամ ազատ խոսքի իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, ազատորեն, ոչ թե իրավական, այլ մարդկային տեսանկյունից, հա։ Մենք վախենում ենք այդ ազատությունից։ Եվ այ մոտավորապես 30 քանի տոկոս էր ձայն հավաքել Սաքուլիկը, այ դրա մասին խոսում էր, ես քաղաքացիներին չեմ ցանկանում թիրախավորել, սիրելի քաղաքացիներ, ասեմ ձեզ հետևյալը, ամենապարզ ձևով ասեմ, եթե հաղթեր Սաքուլիկը, նա առհամարական էր մոտենալու Արգիշտի Մեխակյանին ձայներ տված քաղաքացիներին։ Նա ընտրովի աշխատանքներ էր անելու, ընտրովի։ Իսկ այս պարագայում հատկապես այնը վաղարշապացիներին եմ խոսքս դիմում, ովքեր չեն ընտրել ոչ Մեխակյանին, ոչ Հարություն Մկրտչյանին։ Դուք կարող եք հանգիստ լինել, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ զանազանումը, թե ով ումա ձայն տվել, երբեք չի դնում։ Ու դուք դա շատ լավ գիտեք, սա ես չեմ, որ ասում եմ, սա ինչ-որ գովեստի խոսքեր չեն, սա իրականությունն է։ Նա ընտրովի քաղաքականություն չի վարում։ Նաև դուք կարող եք ընդունել դա։ Սևակ Խաչատրյանին, մյուսներին ձայն տվող քաղաքացիներին ասեմ, հանգիստ հարգելիներս, կարող եք ընդունել Մեխակյանին, որպես ձեր վաղարշապատ համայնքի ղեկավար եւ կառավարման գործում եթե կլինեն հարցեր, ապա կարծում եմ բավականին հասանելի կլինի նա։ Այստեղ է տարբերությունը նաև, որ մենք քաղաքացիներս այդ ազատությունը չենք ցանկանում գնահատել։ Մենք ամեն մեկս ուզել ենք, որ այ մեր համար լավ լինի։ Ամեն մեկս մեր ասելով շատ նեղ շրջանակ պատկերացնելով։ Սա ազատություն չի։ Սա ազատ մտածելակերպ չէ, սա ազատ խոսք չի եւ ազատ տեղաշարժ չի։ Կարելի է նաեւ այդ օրինակներից, հա, բազմաթիվ շատ բերել։ Եվ այո, որոշակիորեն հաղթանակ տարել է ազատությունը։ Բայց ոչ ժողովրդավարությունը։ Այլ եմ կրկնում, ժողովրդավարության հաղթանակը ներկայացնողը հենց ժողովուրդն է, բայց ժողովուրդը իր ընտրելու ձևերով ցույց տվեց, որ ամբողջովին ժողովրդավարության պատրաստ չի։ Բայց աշխատանքների արդյունքում մենք կունենանք ավելի լավ արդյունքներ, բնական է, մարդը չի կարող միանգամից փոխվել եւ քիչ-քիչ հանրությունը մեր
կլինի ժողովրդավար գաղափարներ կրող եւ ազատությունները գնահատող։ Ես դրան հավատում եմ։ Այսօրվա դրությամբ այդ ծանր պարտականությունն է նաեւ դրված կառավարող իշխող ուժին, նրա թիմակիցներին եւ հենց էլ թիմ ղեկավար արդեն կարելի է ասել, չնայած ինագուրացիան չի եղել, պարոն Մեխակյանին։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ վաղարշաբաթի օրինակով առհասարակ խոսենք մեր ժողովրդի հետ, հա։ Տեսեք, սիրելի վաղարշաբաթցիներ, անկախ նրանից թե ով ա ձայն տվել։ Երբ որ գնում էիք ընտրատեղամաս, իսկ ընտրատեղամասերը մեծամասամբ դպրոցներում են տեղակայված լինում, այդպես ավելի հարմարավետ է, որովհետեւ, հա։ Երբ որ մտնում էիք ընտրատեղամաս, նայում եք ձեր շուրջը։ Գիտեք, եթե ես մինչև ընտրատեղամաս, եթե ես լինեի վաղարշաբաթցի, ու մինչև ընտրատեղամաս գնալս ունենայի ամենատարբեր պատկերացումները, թե ում եմ ձայն տալու, ընտրատեղամաս մտնելով արդեն կփոխեի կարծիքս ու կընտրեի կամ Հարությունին Մկրտչյան կամ Մեխակյանին, որովհետև այս երկու ուժերը գերադասում են Հայաստանի Հանրապետության զարգացումը ժողովրդի համար։ Ասեմ ինչու եմ այսպես ասում։ Այդ դպրոցները մեծամասամբ, ես ուշադրություն էի դարձնում նրան, բորբոսնած պատերով, սարդոյցայնով առաստաղներով, քանդած պոլերով, մի հատ կար մարզադաշտ, ինքը մարզադահլիճն էր, հետ ինչ էր էդ, այդ դա են ժառանգել նրանք, ովքեր ձեզ ես մի ամիս համոզում էին, որ իրենց ընտրեք։ Եվ այսօր դուք Հայաստանի Հանրապետությունում տեսնում եք դպրոցներ, որոնք ես որպես աշխարհաճանաչ մարդ ինձ համարելով, առնվազն զարգացած շատ երկրներ լինելով, ասեմ հետևյալը. շատ նմանատիպ երկրների հետ մրցունակ եւ երբեմն շատ ավելի լավ վիճակում նոր դպրոցներ են հանձնվում շահագործման ձեր երեխաների համար։ Ձեր երեխաների համար։ Բոլորիս երեխաների համար։ Այդ դպրոցները պիտի լինեին այդ վիճակում, որովհետև մի քանի հոգի պիտի միլիարդատեր դառնային։ Գիտեք, այո, կարելի է նաև ունենալ վատ դպրոցներ, առնվազն կահավորանքի եւ շենքի վիճակի մասով, եթե իսկապես շատ բարդ վիճակում է հայտնվել երկիրը ու ղեկավարները նույնպես զբաղված են այդ վիճակից հանելով։ Եվ ասում ես լավ դե մի ժամանակավոր հարցեր են կլուծվեն, բայց հազար կներեք, բոլորս ենք չէ տեսնում ամեն մեկից պահանջվող գումարները ինչի մասին է, բոլորս ենք չէ տեսնում, կարելի էր այդ միլիարդների մեջ ունենալ այդ դպրոցներ, ախր թքած են ունեցել ձեր երեխաների կրթության վրա, դաստիարակության վրա, սերունդների ապագայի վրա, առհասարակ, իրանց անհրաժեշտ է եղել տուպոյ, անկիրթ, բռի հասարակություն, որոնց որ դրսովի կկառավարեին թաղային հեղինակությունները, չգիտեմ, որտեղ որ ոտնահարված կլինեին իրավունքները եւ այլն եւ ազատությունը եւ ժողովրդավարությունը։ Բայց այդ երեխեքի ուղեղը կլսնեն, որ իրենք ապրում են ազատ անկախ Հայաստանում, հա, ենթադրենք։ Այսպես են խաբել բոլորիս։ Սա է եղել։ Բացեք նայեք կան դեռևս վիդեոները ընտրատեղամասերից, հա, ուղիղ եթերները։ Այդ ինչ էր, նորմալ է եղել։ Դրան եք ձգտում։ Ասենք երբ որ Սաքուլիկին եք ընտրում, ձգտում եք նորից դրան։ Սա սարսափելի է պատկերացնելը։ Սա սարսափելի է պատկերացնելը։ Հիմա օրինակ մյուս թիմ ընտրություններում, եթե իհարկե 26 թվականի համապետական ընտրությունները գրանցեն լավ արդյունքներ,
ապա մյուս թիմ ընտրություններին, երբ որ կգնաք տեղամասեր, դրանց մեծամասնությունում այսօրը հիշեք, տարբերությունը կտեսնեք։ Ինչպիսին պիտի լինի դպրոցը։ Այնպիսի դպրոցներ են կառուցում, որ ուզում ես երեխա լինես գնաս այդ դպրոց։ Վերականգնելու համար քո բաց թողած կրթությունը։ Մենք այս Սաթիկ Նյուզի արտահայտացին, հա, 10 հատ մսկիթ են կառուցելու, բանը ասեցինք, բովանդակությունը չասեցինք։ Ինքը մինչև ուր կառավարված էր։ Տեսեք, եթե մարդը վաղար շաբաթի ընտրություններից առաջ նման բան ասում, որպեսզի ազդի ձեզ վրա, դա նշանակում է հետևյալը։ Դա շատ լավ գիտի, փաստորեն ձեզ ուսումնասիրել է եւ գիտի, որ դա իր ազդեցությունը կթողնի։ Եվ Թուրքի մզկիթի անուն տալով ինքը կարա ազդի ձեր մտածելակերպի վրա։ Հետևաբար նույն ձեռագրով շատ լավ իմանալով հայերին, ովքեր ցեղասպանություն տեսած ժողովուրդ են, անընդհատ այս 5-րդ տարին, անընդհատ ասում են, այսի տվես թուրքերին, այնի տվես թուրքերին, էսի տվես թուրքերին, թուրք-ադրբեջանական, ադրբեջանա-թուրքական ամենատարբեր ձևակերպումներով օգտագործում են այս բառը։ Օգտագործում են ազդելու համար մեր մենտալիտետին վրա, մեր պատկերացումների ու տրամադրությունների վրա, որովհետև մեզ շատ լավ ճանաչում են ու գիտեն, թե ոնց ենք մենք նման ձևակերպումներին մոտենում, հա։ Ապա ինչու ենք թույլ տալիս։ Ինչ ենք թույլ տալիս, ինչի չենք անջատում այդ կայքերը մեզ մոտից, որպեսզի առհասարակ չբերի ոչ մի տեսակ նորություն, որոնք 99, եթե նայեք 99% մանիպուլատիվ նորություններ են, 1% կարող է նենց բան, որ լավ, այդ մի հատը դնեն, արժե այդ մի հատի համար 99% մանիպուլյացիայի ենթարկվել, արժի թե չարժի, իմ կարծիքով չարժի, հիմա ես ես համար ուզում եմ ընթերցել վարչապետի գրառումը, ժողովուրդ ջան։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ խոնարհվում են բոլորիդ առաջ եւ շնորհավորում են բոլորիդ նախ եւ առաջ ժողովրդավարական ընտրությունների առիթով։ Ես մեկը համաձայն չեմ, բայց մնացածը հետ համաձայն եմ։ Ձեր ընտրությամբ մի քանի կարևոր արձանագրում արեցիք։ Առաջին Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Երկրորդ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, ազատությունը ուժեղացնելու, ինձ բառակապակցությունը դուր է գալիս, ազատությունը ուժեղացնելու, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Երրորդ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը Կտրիշ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Չորրորդ Գնահատեցիք նախորդող շրջանում քաղաքացիական պայմանագրի կատարած աշխատանքը ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։ Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշաբաթցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 26 թվականի համապետական ընտրությունների այս հնչյուն նախերգանքի համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Ժորժ ջան, մի հատ sense բան ասեմ, պատրաստ եղեք, հեսա մի քիչ ավելի է ճնշումը մեծանալու դրսից, որովհետև նրանք էլ սա տեսան, մռութներին կերան, հասկացան, որ իրենց ճորտատիրական դասակարգերի համար շարունակական գնահատական է տալիս ժողովուրդը ու ասում է, որ դրա կողմնակիցը չի։ Անընդհատ, բայց ես այստեղ հիշեցի նաև մի թեմա, որը
նախորդ շաբաթվանից անընդհատ պատրաստվում էի արծարծել, բայց անընդհատ չէր ստացվում, որովհետև ընտրությունների մասին առհասարակ չէի ցանկանում խոսել։ Ընդդիմությունը անցել էր, ընդդիմություն չէ, խունտաները անցել էին արդեն բոլոր կարմիր գծերը եւ խուժանավարի արծարծում էին Մեխակ Մեխակյանի մեր մեծագույն հերոսներից մեկի անունը, ում որդին է հանդիսանում Արգիշտի Մեխակյանը, անընդհատ ասելով, թե այն նա ուրանում է իր հորը, ուրանում է իր հոր, խոսքով, այսպես բաներ, նրա հայրը ազատագրում էր Արցախը, իսկ նա աշխատում է թուրք-ադրբեջանական իշխանությունների, այս ամեն ինչով անընդհատ փորձում էին ազդել։ Ես ցավում եմ, որովհետեւ մեկից հետեւյալ հարցերը չլսեցի, որոնք հիմա կհնչեցնեմ, բայց այնուամենայնիվ դուք պատկերացրեք սրանց խուժանության մակարդակը։ Նախ բոլորիդ ասեմ, որ եթե ես չեմ սխալվում, Ջաբրայելը Մեխակավան կոչվել է հենց նրա անունով, Մեխակ Մեխակյանի, եւ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել Արցախի ազատագրման գործում, ինչպես եւ մեր մյուս բոլոր հերոսները, ցավոք հետո Քոչասերժա Դաշնակա Լևոն Տեր-Պետրոսյանական խառը երևույթները մսխեցին այդ հաղթանակը, մեզ կախելով եւ տեղավորելով մեկ զամբյուղի մեջ, որից օգուտ չէինք ունենալու։ Բայց այս սրիկաներին մի բան հարցնեմ, էլի։ Թե ինչ Մեխակյանը, թե ինչա, ինչ ավանդ է թողել Արգիշտի համար, սա դեռ դնենք մի կողմ։ Կարող ենք իմանալ, ձեր հայրերը ձեր համար ինչ ավանդ են թողել։ Լավ, Արգիշտին Մեխակի տղան է։ Դուք ում տղան եք։ Դուք ում տղերքն եք։ Ես գիտեմ, որ ամեն մարդու համար իր հայրը սրբություն է, դա չի քննարկվում։ Եվ ձեզանից ամեն մեկիդ համար ձեր հայրը սրբություն է, հարցը դա չի։ Բայց հանրային հասարակական համամարտկային տեսանկյունից դուք վիճժերն եք։ Չի կարելի։ Սևակ Խաչատրյան։ Չի կարելի Մայր Հայաստան դաշինքի գյադի անունն ինչ էր։ Չի կարելի։ Չի կարելի։ Դուք ուզում եք իջնեք այդ մակարդակին, իջեք։ Բայց հետները ժողովուրդ եք իջացնում այդ մակարդակին։ Դա մեր պետության համար վնաս է։ Կարող եք այնպիսի մտքեր արտահայտեք, որ բարձրացնեք բարոյական արժե համակարգը մեր ժողովրդի ներսում եղած։ Ձեզանից քանիսն են եռաբլուր գնացել մինչև 44-օրյա պատերազմը։ Քանիսը տեք ձեր մոտ, մենք տեսել ենք, հիմա մեծ ֆինանսական միջոցներ է ուղղվում ժողովուրդ ջան, գերեզմանոցներ տանող ճանապարհները կառուցելու։ Եվ այստեղ ինձ թույլ չեն տասատեմ շատ համայնքների ներկայացուցիչներ։ Դրանց գերեզմանների չափը, ձևը, ամեն ինչը կարգավորելու ուղղությամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Եթե որոշ տեղեր դեռևս այդպես չի, շատ կարճ ժամանակում դրանք էլ այդպես կլինեն։ Լավ, ձեր գնահատականը որտեղ է եղել։ Այդ ինչ եք արել։ Քանի անգամ է Սևակ Խաչատրյան Մեխակավանում քանի անգամ ես եղել։ Մեխակավանում դու բան տեսել ես, բնակիչներ, ասենք, նես քաղաք ես տեսել այնտեղ։ Գնացեմ մի հատ նայել ես այդ մարդիկ այնտեղ ապրում են, չեն ապրում։ Դուք եկել եք
մի մարդու որդուց եք խոսում, այն պարագայում, երբ որ դուք ինքներդ չգիտենք ով եք։ 44 օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա եք որակավորում։ Չնայած կապիտուլյացիա բառը կազմված է capital բառից, որը նշանակում է մայրաքաղաք։ Այսինքն մայրաքաղաքը նվաճված է եւ ստորագրությամբ հանձնված զորքերը եւ այլն եւ այլն։ Դուք կապիտուլյացիա եք որակավորում, այդ բառի իմաստը սկի չհասկանալով, բայց ինքներդ շարունակում եք Ալիևի գործողությունը, որպեսզի կապիտուլյացիա լինի, հարձակվելով մայրաքաղաքի կառավարության շենքի եւ ազգային ժողովի վրա։ Արդարանում ասում ես կանչվել եմ ԱԱԾ ու բանա հարցակնության ԱԱԾ նախ գիտենք ովքեր էին, ինչ են, ԱԱԾ-ի 90%-ը սա նույն Ռուսաստաններում կրթություն ստացած ու վերբով կեղած երևույթներն են, դրանց ձեռն ենք կրակրնկել, դրա համար դանդաղել ու դեռևս մի քիչ դանդաղում շատ գործեր։ Եվ երկրորդ դա արդարացում չի, գնացել եմ քննվել եմ, լավ, արարքդ, բայց ինչ է եղել։ Արարքդ է եղել հարձակում Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի վրա։ Դու որտեղ տեսեք, ժողովուրդ ջան, մի բան ասեմ, մենք երևի այդքանը չենք ուզում էլի պատկերացրած լինենք։ Ուրեմն նոյեմբերի 9-ի գիշերը մի 200 հոգի մարդ չէ, հետից հավաքվել էր այնտեղ։ Մի քիչ ավել։ Հենց գիշերը։ Ես մի դեպք պատմեմ, անուններ չտալով։ Ուրեմն կառավարությունում աշխատող մարդկանցից մեկի անձնագիրը, ով այդ պահին թողել էր իր աշխատասենյակում, հետագայում հայտնաբերվել է մի հատ ժեկի պետի կողմից, ինքն էլ կին, ով հիմա Հայաստանում չի, ինչքան գիտեմ, փախել է։ Այսինքն, դուք նայեք ինչ կերպով էին կազմակերպել, ինչքանով էր կազմակերպված նախապես, այսինքն տղերքը 44 օրյա պատերազմ շարունակում էին կռվել դեռ, թեկուզ նահանջում էին, թեկուզ չէին անհաջող էր ստացվում, թեկուզ իրենք այդ ժամանակներից մտածում էին ոնց պիտի զավթեն, գրավեն կառավարության շենքը ու բերում էին, չգիտեմ, Մեղրիից սրան, Ղափանից սրան, Գորիսից սրան, Էջմիածնից նրան, Գյումրիից նրան, այդ կոորդինատներն էին համակարգում, զբաղված էին դրանով, երբ որ մենք բոլորը զբաղված էին 44 օրյա պատերազմով։ Եվ իրենք շատ լավ հասկանում էին, որ չի ձգելու Փաշինյանը, ու իրենց անհրաժեշտ էր, որ չձգենք, որ մենք պարտվենք, դա անհրաժեշտ էր, որպեսզի այս պլանը իրականանար։ Որովհետև եթե դա չի լինում, այս պլանը չի իրականանում, ստացվում է իզուր են իրանք այսքան տևական ժամանակ կազմակերպչական աշխատանքներ տանում, թե ինչպես են գրոհելու կառավարության շենքի վրա, հասկանում եք դա ինչ է։ Տղերքն այնտեղ մարտնչում էին, սրանք այստեղ պլանավորում էին ոնց գրավեն Երևանը։ Եվ դրանից հետո դուրս էին եկել, խոսում էին, վայ, ասես փախել են բոլորը, վայ, ասես չեն եկել, վայ, ասես բանա, վայ, ասես բա դուք էլ ինչ-որ sense բաներով։ Դարձյալ խաբելու համար։ Սա կարևոր է, ըմբռնել։ Մատ ամեն մեկը պատկերացրեք, ոչ կարող եք հանցագործ թիմ հավաքել ու պլանավորել շենքի գրավում պատերազմի ընթացքում։ Եվ հետո գալ ձայն ստանալ 30 քանի տոկոս էր թե կարողություն ձայն ստանալ ինչ որ տոկոս։ Սա սարսափելի է այսպիսի բաները պատկերացնել եւ նաեւ սա է այո պատճառը, որ ես չեմ գնահատում այդ բառով, որ ժողովրդավարությունը հաղթեց։ Ժողովրդավարությունը դեռ չի հաղթել։ Ժողովրդավարությունը 18 թվականից սկսած, իսկ 21 թվականից ավելի գործնական փուլ մտած, մինչև հիմա մարտնչում է իսկապես հերոսական
պայքարա տանում, որպեսզի բռնապետության դեմ, որպեսզի վերջնականապես հաստատվի ժողովրդավարություն։ Այ երբ որ ապագայում Հայաստանում կգրանցվեն ժողովրդավար հաղթանակներ, առաջին տոնողը ես եմ լինելու ու դա այնպես կտոնեմ, որ վստահ եղեք բոլորի տեսանելի կլինի։ Որովհետև դա իմ երազանքն է, իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազատ մարդու երազանքն է։ Ամեն դեպքում եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել այս կարևորագույն հաղթանակի համար եւ շնորհակալություն հայտնել վաղարշապատցիներին իրենց գործողություններով թույլ տալու համար, որ մենք շարունակենք նպատակներ իրականացնելու մեր դժվարին ճանապարհը։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։